ամենաներկայանալի համայնքն էր մշակութային առումով դարձել, իսկ սկսվածային հատվածից, երբ ես Հովհաննեսյանի տուն թանգարանն էի ղեկավարում, իսկ այդտեղ թանգարանը վերանորոգվելուց հետո հնարավորություն կար լայն չափերով մշակութային հանդիպումներ կազմակերպել, ինչեև քաղաքապետի հետ մենք ծրագրեցինք, նախկին քաղաքապետի, ում հետ միասին մենք կարողացանք համահայկական նշանակության հասցնել այդ սրահը եւ պիտի ասեմ, որ Հայաստան եկող բոլոր ներկայանալի հայերը, անվանի հայերը անպայման հյուր էին լինում թանգարանում եւ ներկայանալիներից մեկն էր դարձել Էջմիածնի այդ մշակութային սրահը։ Հետագայում երբ ինձ ԿՊ-ն ազատեց, ես ծիծաղով դա ընդունեցի, որովհետեւ փոխանակ ուրեմն շնորհակալություն հայտնելու իրենց գովեստները, բայց հասկացա, որ սրանց աշխատանքը չի հետաքրքրում, հայ մարդը չի հետաքրքրում, երկրի առաջընթացը չի հետաքրքրում, սրանք այսպահական պատեհապաշտներ են, որոնք եկել են ուրեմն ընդունելի դարձնել բոլոր նրանց, ովքեր գալիս են իրենց առաջնորդին երկրպագելու, առաջնորդի խոսքով շարժվելու, որովհետև ի տարբերություն հայրենիք կուսակցությանը, այնտեղ միանձնյա ղեկավարում է ընթանում։ Հրամայում է եւ բոլորը պիտի կատարեն իրենց իսկ խոստովանությամբ այդ ուսապարկերը։